Նոյեմբերի 20-ից 30-ը ջեռուցման կաթսաների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգից սկսած ընդամենը 129,000 դրամից։ Սև ուրբաթ, ուրեմն իդեալ։ Բարև ձեզ, առաջին լրատվականի եթերում պոդքասթի մեր ձևաչափն է եւ այսօր ուզում եմ խոսել բժշկական էթիկայից։ Այո, այդպիսի երևույթ, այդպիսի մի ֆենոմեն, արտահայտություն կա, բժշկական էթիկա, որքանով է այն պահվում, որքանով է չի պահվում, սա քննարկենք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի փոխտնօրեն Դավիթ Մելիք Նուբարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մելիք Նուբարյան, շնորհակալություն, որ ժամանակ գտաք, եկաք իմ տաղավար եւ բժշկական էթիկայից արդեն նախանշեցի ինչից ենք խոսելու։ Որքանով այն ըստ ձեզ առհասարակ Հայաստանում այդ ոսկե ստանդարտները բժշկական էթիկայի պահպանվում են։ Շատերը բժիշկները բողոքում են, որ ամենածանրը բժշկական նույն էթիկայի այդ հարցում ենթադրենք օրինակ վատ լուր հայտնելը պացիենտին, հարազատներին։ Այ սրա վերաբերյալ ինչ դասընթացներ կան, ինչ դժվարությունների հետ են բախվում բժիշկները։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Իրոք թեման շատ հետաքրքիր է եւ արդի է եւ կարծում եմ մենք մեր բժշկական համայնքը եւ նաեւ հասարակությունը դեռևս բժշկական էթիկայի կայացման սկզբնափուլում է եւ թե այդ առումով խոսենք, ապա բավականին աշխատանք արդեն տարվել է, այսինքն մեկնարկը տրվել է, մասնավորապես օրինակ սեպտեմբեր ամսին կառավարությունը ընդունեց մի որոշում, որով որ պարտադիր դարձավ, որ բոլոր ավագ եւ միջին բուժաշխատողները, այսինքն բժիշկները, բուժքույրերը անցնեն դասընթաց բժշկական էթիկայի, որտեղ որ հիմնարար այդ սկզբունքները իրենք սովորեն, մասնավորապես իրենք սովորեն իրավական կարգավորումները, որոնք որ կան, հաղորդակցման հիմունքները, այսինքն ինչպես պետք է շփվեն պացիենտի հետ, պացիենտի հարազատների հետ, բուժաշխատողները իրար մեջ ինչպես պետք է շփվեն, այդ թվում նաև ձեր կողմից նշված հարցերին են անդրադարձ կատարվում, մասնավորապես այդ վատ լուր հայտնելուն օրինակ, հա, եւ առհասարակ լուր հայտնելուն, հա, որովհետեւ մենք մեր դասախոսությունների ընթացքում հակառակնել ենք նշում, որ բուժաշխատողները լավ լուր են հայտնում, բայց օրինակ այնպիսի տոնայնությամբ, այնպիսի դեմքով, այնպիսի բարդ տերմիններով, որ պացիենտը ակամայից դա ընդունում է որպես վատ լուր, որովհետև պացիենտը ինքը բժշկական ժարգոնին այսպես ասած չի տիրապետում, տերմիններին չի տիրապետում, օրինակ պարզ օրինակ բերեմ, ասենք բժշկության մեջ բացասական արդյունքը ասենք լաբորատոր հետազոտության կամ չգիտեմ ինֆեկցիոն հիվանդության պարագայում բացասական արդյունքը համարվում է դրական արդյունք, բայց դա գիտեն բուժաշխատողները, միգուցե որոշ պացիենտներ, բայց մարդկանցից շատերն դա չգիտեն եւ եթե ասենք հա պատկերացրեք տենց լուրջ դեմքով բուժաշխատողը գալիս է առանց միմիկայի, առանց կարեկցանքի, առանց բանի գիտեք ձեր արդյունքը բացասական է, դե մարդու մոտ արդեն կարող է այլ էմոցիաներ, դրսևորումներ լինեն։ Դրա համար այդ առումով արդեն սա պարտադիր դասընթաց է դառնում։ Դա այդ նշանավոր վախենալու ՇՄԶ կրեդիտավորում, որ ասում են այդ արտահայտության մասին է խոսքը։ Պարտադիր դասընթացը, այո, դա 12 կրեդիտ, որ պետք է տրամադրել, պետք է ունենան, այո, բոլոր ավագ եւ միջին բուժաշխատողները, բժիշկները, բուժքույրերը պետք է դա անցնեն, սա շատ կարևոր առաջիկ հայլերից մեկն էր, որ դառնա պարտադիր։ Եվ էթիկան մտնում է այդ ՇՄԶ-ի։ Էթիկան իհարկե մտնում է, հենց էթիկայի վերաբերյալ է դասընթացը, ամբողջությամբ բժշկական էթիկայի, որ ունի ենթաբաղադրիչներ, որ արդեն ասացի, այսինքն իրավական կողմը, օրինակ շատերը հիմա արդեն ճիշտ է, գրեթե բոլորը գիտեն, բայց մեկ անգամ էլ հնչեցնեմ, օրինակ այդ դասընթացի շրջանակներում բուժաշխատողներին նաև մենք սովորացնելու ենք իրավական, այսինքն ինչ օրենքներ կան, ինչ կառավարության որոշումներ կան եւ դրանցից բխող ինչ մարմիններ կան, որոնց ֆունկցիան է, այսպես ասենք, նպաստել էթիկայի կանոնների պահպանմանը, մասնավորապես բժշկական օգնության եւ սպասարկման մասին օրենքով արդեն գործում է բժշկական, այսինքն գործում է մասնագիտական էթիկայի հանձնաժողով, որը անկախ մարմին է,
կան էթիկայի կանոններ, որոնք հաստատված են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, եւ բոլոր բուժաշխատողները պարտավոր են հետևել այդ էթիկայի կանոններին։ Եվ եթե քաղաքացին գտնում է, որ օրինակ իր պարագայում էթիկայի կանոնները խախտվել են, հա, ինքը կարող է դիմել այդ էթիկայի հանձնաժողով, էթիկայի հանձնաժողովը անաչառ կքննի գործը եւ կայացնի որոշում տվյալ դեպքի վերաբերյալ։ Որոշումը կարող է լինել այո բավարարել, ասենք, դիմումը եւ դրա հիման վրա հանձնաժողովը կարող է միջնորդել, որպեսզի տվյալ բուժաշխատողի աշխատանքային գործունեությունը ընդհուպ մինչև դադարեցվի, ընդհուպ մինչև, ասինքն տրվի նկատողություն, հետո խիստ եւ եթե դա կրկնվի։ Իսկ որոնք են այդ բժշկական էթիկայի կանոնները, որ ենթադրենք գուցե ինձ խախտել են, բայց ես տեղյակ չեմ դրանց մասին։ Ես օրինակ գիտեմ անձնական տվյալներ չհրապարակելու մասին, որ դա չափազանց կարևոր է ու հաճախ գիտենք, որ չի պահպանվում։ Հենց գրեթե ընդ որում ամենատարբեր մարմինների կողմից պարտադիր չի, որ դա լինեն բուժ հաստատություններ։ Հենց երեք էլի շատ հարգարժան իրավական կայքերից մեկ այդպիսի մի ինֆորմացիա էր տարածել ու անունը, հասցեն, հեռախոսը, չգիտեմ, ամեն ինչ այդ հրապարակման մեջ կար։ Այո։ Դրանից բացի էլ ինչ կար այդ էթիկայի կանոն։ Այո, դա էլ հետաքրքիր հարց եք տալիս։ Դե այն բարեվարկություն, բարեհամբերություն, դա հասկանալի է, դա բնական է, ամեն ինչը կա, բայց այնտեղ շատ կարևոր այլ կետեր էլ կան, որոնք մտնում են էթիկայի մեջ։ Օրինակ, մասնավորապես ապացուցողական բժշկության կանոններին հետևելը։ Դա ինչ է նշանակում, հա, մի քիչ բարդ բան է, ես պարզաբան եմ, այսինքն երբ որ բժիշկը կամ բուժքույրը որևէ բան է պացիենտին խորհուրդ տալիս, նշանակում, իրականացնում, որը որ հակասում է գիտության կողմից ապացուցված մոտեցումներին։ Այսինքն ասում եք սոդայով բուժվես, սոդայաբուժություն, այո, բայց կարանք ավելի ցավալի օրինակներ վերենք, շատ բուժաշխատողներ օրինակ կարող է մարդկանց հետ կանգնեցնեն, ասենք, պատվաստումային գործընթացից։ Սա էլ ապացուցողական բժշկությանը հակասող մոտեցում է, որովհետև գիտությունը սկսած Էդվարդ Ջեներից 1789 թվականից, այսինքն ավելի քան 200 տարի, արդեն ապացուցել է, որ պատվաստումները անվտանգ են, օգնում են, չիպեր չեն առաջացնում, Բիլ Գեյթսից նամակներ մարդիկ չեն ստանում, ովքեր պատվաստված են, եւ սա էլ, հա, ասեմ, մենք կարող ենք դիտարկել, օրինակ ապացուցողական բժշկությանը հակասող մոտեցում, սա եւ որպես հետևանք էթիկայի խախտում։ Ձեր նշած օրինակը բժշկական գաղտնիությունը։ Այո, սա շատ մեր հասարակության մեջ իմ կարծիքով սա շատ փոփոխության ենթակա մի բան է։ Ես մի բանալ օրինակ բերեմ, դուք կայքացրի, ես ավելի բանալ օրինակ բերեմ, որի մեջ բոլորս ենք, հա, այսինքն բոլորս ենք, զանգում է ինչ-որ ծանոթ մարդ, գիտես, պայմանական մորքուրիս աղջկա տատիկը ձեր մոտ պարկած է, կամ չգիտեմ, X հիվանդանոցում է պարկած, մի հատ կարակ իմանաք ոնց է։ Եվ շատերը ասում են այո, զանգում են եւ այլն, սա իրականում թե օրենքի տեսանկյունից, թե էթիկայի իհարկե խախտում է, որտեւ այդ մորքուրի երեխայի տատու թոռը իր համաձայնությունը չի տվել իր անձնական տվյալների մասին ինֆորմացիա հավաքել անծանոթ մարդուն, փոխանցել մեկ այլ անծանոթ մարդու եւ այլն։ Բայց չէ, ես բերեցի մի օրինակ, որ երևի գրեթե բոլորը իրենց կյանքում արել են կամ անում են։ Բայց թե էթիկայի տեսանկյունից, թե օրենքի տեսանկյունից սա իհարկե խախտում է։ Ես երբ զրուցում եմ միավձիա ունեցող պացիենտների հետ, մարդկանց հետ, ու հարցազրույց է անում այդ թեմայով, նրանք նաև նշում են, որ հաճախ հենց խախտվում է իրենց իրավունքը, դեպքեր են եղել, երբ բուժաշխատողները ամբողջ միջանցքով գոռացել են, ենթադրենք, այն սպիդով հիվանդը գալիս է, ասենք, բայց ինքը միավ ունի ու ամբողջ, չեմ, սկսել է խուսափել, խորշել ու բազմաթիվ դեպքեր կամ կարմիրով, այսպես վրան գրել են սպիդ անկետայի վրա։ Այո, ես հիմա խոսում եմ ոչ թե որպես Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի տնօրենի տեղակալ, այո, ոչ թե Մարտով, այլ հիվանդանոցների ներքին խոհանոցին հարցով, այսինքն ընդհանուր եմ ասում, սա կարևոր է շեշտենք, որ թույլ չընկալվի, այո, շատ նմանատիպ դեպքեր կան, իհարկե կան, որ բարձրաձայնում են, կան, որ հիվանդության պատմագրերի վրա կարմիր տենց բանով, կարմիր մարկերներով գրում են, կան դեպքեր, երբ օրինակ տվյալ պացիենտի մահճակալի վերևը որոշակի նշաններ են դնում, դա իհարկե մեղմ ասած բժշկական գաղտնիքի կոպիտ խախտում է, բայց ես ավելի ցավալի բան պետք է ասեմ, սա գալիս է նրանից, որ
շատ հաճախ, այսինքն այն բուժ հաստատությունները, որտեղ նման պրակտիկա է կիրառվում, իրենք չգիտեն մի պարզ բանալ բան, որ դա ինչի են անում, հա, որ հարցնում ես ինչի եք սենց անում, ասում են դե ոնց, որ իմանանք զգուշ լինենք եւ այլ, հա, պատճառաբանությունը դա է, բայց բոլորի հետ պետք է հենց այդ է խնդիրը, ցավալի է, որ փաստորեն ուժաշխատողները չգիտեն, որ պոտենցիալ իրենք ցանկացած մարդու հետ պետք է աշխատեն այնպես, ինչպես այդ մարդը պայմանական ասենց ունի ամենաասենք վարակիչ հիվանդություն, այսինքն տարբերություն պետք է չլինի, այս մարդը միավ դրական է, միավ բացասական է, թե հեպատիտ ունի, թե այլ վարակ ունի, թե չունի ոչ մի բան, մենք պետք է պահպանենք անվտանգության կանոնները, հա, սա է, այսինքն խնդրի հիմքում ավելի վատ խնդիր է դրված, ավելի վատ խնդիր է ընկած, էլի այդ գիտելիքների որոշակի պակասը, բայց էլի չեմ ուզում ֆիքսվեմ վատի վրա, այսինքն շատ բուժ հաստատություններում արդեն այս տենդենսը փոխվում է, շատերում արդեն փոխվել է եւ կարծում եմ ժամանակի հարց է, որ մենք սկսել ենք խոսալ սրա մասին, սկսել ենք փոխվել եւ ինչ որ մի փուլում գանք այդ հարցի հիմնական լուծման։ Վստահաբար, այս հաղորդումները եւս նպաստում են դրան, որ մենք խոսում ենք, բարձրաձայնում ենք դրա մասին, հասարակական կազմակերպությունների աշխատանքները, որոնք այդ դեպքերը բարձրաձայնում են, եւս նպաստում են բժշկական էթիկայի այդ պարտադիր բաղադրիչի ներդրմանը տարիներ հետո, որ ներդրվեց այսպես, դարձավ, եթե չեմ սխալվում, նոր է դա դարձել էթիկայի, այդ բաղադրիչը նոր է դարձել պարտադիր։ Այո, սեպտեմբերից է դարձել եւ ավելին ասեմ, տվյալ դասընթացը կարող են վարել միայն այնպիսի դասընթացավարներ, ովքեր որ ունեն համապատասխան սերտիֆիկատ այդ դասընթացը վարելու եւ հպարտություն պետք է նշեմ, որ մեր կենտրոնը ունի նման դասընթաց եւ վարում են հենց սերտիֆիկացված դասընթացները, այսինքն եթե մարդիկ ցանկություն ունեն, իրենք կարող են հետևել մեր պաշտոնական սոցիալական մեդիայի էջերին եւ գրանցվել, մասնակցել։ Իսկ հասանք ամենաբարդ հատվածին այդ վատ լուրը հայտնելուն, որովհետև մեզ մոտ որպես կանոն, երբ ես կարդում էի նաև հենց վերլուծումների research էի անում, այս թեման նշվում էր, որ պետք է հաշվի առնվի այդ ոսկե ստանդարտները, ասում են, որ պետք է հաշվի առնվի հասարակության սոցիալ-հոգեբանական մշակութային առանձնահատկությունները, այսինքն բժիշկը պետք է հաշվի առնի լուրը հայտնելուց։ Կան հասարակություններ, որտեղ ենթադրենք հարազատներն են գալիս ու հենց հարազատներն են պատնեշ հանդիսանում, ասում են, որ չէ, իրեն մի ասեք, ինքը չի դիմանա, դրա տակից դուրս չի գա, այդ լուրի տակից դուրս չի գա, մեզ ասեք, կամ հակառակն էլ է լինում, որ պացիենտը չի ուզում, որ հարազատները իմանան իր դիագնոզի մասին։ Այս դեպքերում ինչ անի բժիշկը եւ որոնք են, ինչ են թելադրում ստանդարտները էթիկայի։ Իրոք սա դժվար հարց է եւ շատ դուք էլ հետաքրքիր նշեցիք, այդ հասարակության սոցիալական նորմերից է բխում։ Եթե վերադառնանք 30-40 տարի առաջ խորհրդային միություն, ապա գրեթե ընդունված էր, որ պացիենտին վատ լուրը չեն հայտնում, այսինքն թե ծանր հիվանդություն է, վատ ելքի պրոգնոզով չեն հայտնում, այսինքն հարազատները իմանում են, մինչև վերջ թաքցնում են պացիենտից, սա ընդունված մոտեցում էր։ Բայց ներկայում մոտեցումը մեծապես փոխվել է եւ մենք ավելի շատ հիմա վարվում ենք այնպես, ինչպես, այսինքն Եվրոպայում կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, այսինքն պացիենտների մեծամասնությանը հայտնում են իրենց ախտորոշման մասին։ Ուրիշ հարց է, արդյոք այդ հայտնում են այնպես, ինչպես պետք է հայտնեն, բայց հայտնում են, սա էլ իր, ոնց ասեմ, ենթապատճառներն ունի եւ հաճախ այդ պատճառները ապատեն ֆինանսական գործոնների հետ, որտեղ մեծ հաշվով, ասենք խորհրդային միությունում սեփականություն չի եղել, գործեր չեն եղել եւ այլ չեն եղել, այսինքն մարդիկ առանձնապես բան չեն ունեցել, դա չի իմացել, մահանալու է։ Ժառանգության հետ է կապված։ Այդ թվում նաեւ էլի, ժառանգության գործերը ավարտելու, պլանները ավարտելու, հա, բայց հիմա կյանքը ամբողջությամբ փոխվել է։ Այսինքն մենք ապրում ենք այնպես, ինչպես եվրոպացիները, ամերիկացիները բոլորը ունեն պլաններ։ Բայց ժառանգություն չունենք։ Ինչի՞ չունենք, ունենք պլաններ, գործեր, ֆինանսներ, այսինքն ունենք ահագին կարգավորելու հարցեր եւ մարդկանց շատերը պետք է իմանան, հա, իրենց ախտորոշման մասին։ Սա պատճառներից մեկն է իհարկե, էլի, որպեսզի կարողանան այն կյանքը, որ Աստված իրենց տվել է, կամ բժշկությունը Աստծո օգնությամբ, հա, որ իմանան ինչպես են պլանավորում։ Այսինքն պատճառներից մեկը, որ հիմա ավելի շատ հայտնում են, դա է։ Բայց մեր օրենքներով
մարդը կարող է հրաժարվի իմանալ իր ախտորոշումից, այսինքն նույն բժշկական օգնության եւ սպասարկման մասին օրենքում գրված է, որ մարդը կարող է գրավոր ասես ինձ մի ասեք, ես չեմ ուզում իմանալ։ Բայց դեպքում ինչ անում բժիշկը։ Սա իհարկե շատ բարդ հարց է եւ այդ օրենքը որ մշակվում էր, այդ հարցը քննարկվել է, այսինքն պետքա մարդը, բայց պատվիրակի ասի, ինչ որ մեկին պետքա ասեք, որովհետեւ ի վերջո, հա, գալու է մի վիճակ, երբ պետքա լինելու որոշում կայացնել այդ մարդու բուժման կամ չբուժման վերաբերյալ, որտեղ մարդը չգիտի իր ախտորոշման մասին, մեկն ինքը որոշում չի կարող կայացնել, ինչ որ մեկը պետքա կայացնի։ Այստեղ մի քիչ Իսկ ո՞նց է օրենքը այդ դեպքում կարգավորվում։ Պարտադիր կետ է, որ ինչ որ մեկը ընտանիքի անդամ կամ հարազատ տեղեկացված լինի հիվանդության մասին, թե դա բաց է։ Այստեղ այս մասը մի քիչ կարծում եմ լրացուցիչ կարգավորման կարիք ունի, այսինքն որևէ պարտադրանք չկա, որ եթե դու հրաժարվում ես, ուրեմն ինչ որ մեկին պետք է պատվիրակես, դա էլ այդ մասը կարծում եմ լրացուցիչ կարգավորման կարիք, բայց նույն օրենքով մարդը իհարկե կարա նշի իր, ասինքն այն մարդկանց շրջանակը, ում ինքը թույլատրում է, որ տիրապետեն իր բժշկական ինֆորմացիային եւ ինչ որ որոշումներ կայացնեն, բայց այսպիսի կարգավորումներ կան, էլի։ Եվ սա իրոք բարդ հարց, ես տեղակ չեմ տվել, բայց կարծում եմ որ շատերը չգիտեն դրա մասին, չեմ կարծում որ շատ լինեն, միգուցե եզակի դեպքեր եղած կլինեն հանրապետությունում, բայց զանգվածային տենց բաներ, տենց դեպքերի մասին չեմ լսել։ Երբ ես զրուցում էի բժիշկների հետ, մի հետաքրքիր երևույթի մասին իրենք նշեցին, որ հիմնականում այն մարդիկ, որոնք ունեն ինչ-որ պարտավորություններ, ունեն, չգիտեմ, ընտանիք, փոքրահասակ երեխա, կամ ոտքի պետքա հանեն, կամ ծնողների ինչ-որ անավարտ գործեր, իրենք շատ ավելի, այսպես բաց են, ավելի այդ իրեն դիագնոզի մասին լուր ավելի հեշտ են տանում ու կարողանում են շատ ավելի արագ կազմակերպել դիմադրությունը հիվանդությանը։ Որքանով է սա ճիշտ։ Այսինքն սպասող ունեն տանում։ Սա շատ համահունչ է նրան, ինչ որ ես ասեցի, այսինքն մարդիկ ունեն պլաններ, գործեր, անավարտ, որ ուզում են ավարտեն, որ կարող է եւ հակառակը, ձեր ասած ուզում են դա իրանց լրացուցիչ ուժ եւ էներգիա տալիս, հա, պայքարելու։ Իսկ այդ որ ասիկ, այո, ես դեռևս ուսանող էի, մեր դասախոսներից մեկը շատ հետաքրքիր մի միտք արտահայտեց, ասեց, որ ասենք ծանր հիվանդություններից դուրս են գալի երկու կատեգորիայի մարդիկ, ովքեր այտենց շատ լավ գիտակցում են եւ շատ ուժեղ պայքարում են, եւ այն մարդիկ, ովքեր ուղղակի չեն հասկանում ինչ է իրանց մոտ, հա։ Եվ իհարկե դա ես չգիտեմ որքանով է գիտության կողմից ապացուցված, բայց նման կարծիք տարիների ընթացքում շատ եմ լսել։ Եվ ի վերջո, այո, հիվանդության դեմ պայքարը դա որ ասած մենակ բժիշկը չի, այսինքն մարդն էլ պետք է պայքարի, որովհետև շատ հաճախ պետք է լինում փոխել կենսակերպը, սկսած, չգիտեմ, սննդակարգից, առօրյա գործողություններից, դա չի կարա բժիշկ անի, դա պետք է անի մարդը, եւ եթե մարդը գիտակցում է, որ դա իրան պետք է, ինչի է պետք, երեխայի համար, չգիտեմ, իր համար, իր ծնողի համար, կամ ինչ որ այլ նպատակի համար, ինքը բնական է լրացուցիչ ուժ եւ մոտիվացիա է ստանում այդ պայքարը համատեղ տանելու եւ եթե ունենք բժշկություն, ունենք մարդու ցանկություն, այդ պարագայում իհարկե ելքը լինում է շատ ավելի լավը։ Դրա համար լրիվ տրամաբանական է։ Քաղցկեղը շարունակում է մնալ ամենավտանգավոր հիվանդություններից մեկը մահաբեր։ Դե, տեսեք, քաղցկեղը ընդհանուր առմամբ զարգացած երկրներում, նաեւ Հայաստանում մահացության կառուցվածքում երկրորդ տեղն է զբաղեցնում, այսինքն այո։ Իսկ առաջինը պատահարներ։ Առաջինը արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են։ Ну, սրտի, հա, բարձ ավելի որ ասենք։ Երկրորդ տեղում քաղցկեղներն են, այսինքն բոլոր մահերի մոտ 20%-ը քաղցկեղից է լինում։ Բայց պետք է նշենք մի շարք դրական, հա, փոփոխություններ, որ տեղի են ունեցել թե աշխարհում, թե մեր երկրում, հա։ Օրինակ Եթե օրինակ սրանից 30 տարի առաջ քաղցկեղի ապրելիությունը չափվում էր 3 տարով, հիմա 5 տարով։ Սա նշանակում է, որ մենք սկսել ենք ավելի լավ բուժել քաղցկեղը եւ մարդիկ ավելի երկար են ապրում։ Երկրորդը, մի շարք քաղցկեղներ վաղ ախտորոշման դեպքում հնարավոր է ամբողջությամբ կամ շատ լավ արդյունք ստանալ կամ ամբողջությամբ բուժել, սա երկրորդը։ Մի շարք քաղցկեղներ մենք սովորել ենք կանխարգելել։ Նույն արգանդի պարանոցի քաղցկեղը մենք կարող ենք կանխարգելել մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումով։ Չնայած ցավոք սրտի մեր հասարակությունը
դա չի ընդունում, ասել հայլ միջոցով վատ կոմունիկացիայի արդյունքում չի ընդունում, դա կարող ենք ասել, բայց աշխարհը ընդունում է։ Բժիշկների կողմից վատ Այդ թվում կոմունիկացիա։ նաև բժիշկների, այդ թվում նաև ոչ բժիշկների, այդ թվում նաև իրենց ճակերտավոր հայասեր համարող մարդկանց, որովհետև իմ պատկերացմամբ, չգիտեմ, ոնց կարելի է համարել քեզ հայրենասեր, հայ սիրող, եթե դու քարոզում ես մի բան, որը որ այդ հային կարա բերի մահվան։ Ես դա տրամաբանության մեջ չի տեղավորվում, դա մեր ճակերտներ ենք դնում նման ոչ մասնագետներին անվանելով հայրենասեր եւ հայասեր։ Ու մի խոսքով, այսինքն երրորդը սովորել ենք կանխարգելել քաղցկեղները, ու չորրորդը բնական է սովորել ենք վաղ հայտնաբերել, այսինքն մեծ աշխատանք է տարվել եւ մեր երկրում էլ, որտեղ օրինակ եթե 2018 թվականին չարորակ նորագույացությունների բուժման համար կառավարությունը հատկացնում էր մոտ 1 միլիարդ դրամ, ճիշտ այնքան ինչքան բանալ ինֆեկցիոն հիվանդությունների բուժման համար, ապա այսօր մի քանի անգամ ավելացել է բյուջեն, մի քանի անգամ, եւ դա իհարկե իր արդյունքը տալիս է։ Մի քիչ մեզ կոവിഡ്ը հետ գցեց այդ առումով, այսինքն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես է Հայաստանում քաղցկեղի վաղ հայտնաբերման ցուցանիշները նվազեցին, այդ թվում նաև օրինակ կրծքազգեղձի քաղցկեղինը, որը մեր մոտ բավականին լավներ 70% անցեր, հիմա իջել է 66, հա, այստեղ մենք անելիքներ ունենք եւ անում ենք, նույն նախարարությունը կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգային փորձնական ծրագիր անում է արդեն, եթե չեմ սխալվում 4 մարզում եւ պլանավորվում է դա ընդլայնել ամբողջ երկրով, այսինքն շատ առաջ են գնացել եւ եթե մի նախադասությամբ ասենք, այսինքն եթե սրանից 30 տարի առաջ մարդուն ախտորոշում էր քաղցկեղ եւ ընտանիքը մարդը պատրաստ էր որ ինքը մահանալու է, այսինքն այստեղ անելիք չկա, ապա հիմա փոխվել է շատ, այսինքն մարդիկ գիտեն որ բազմաթիվ քաղցկեղների դեպքում եթե չեն էլ ապակինվում ամբողջությամբ, ապա երկար տարիներ կարող են ապրել մեծ հաշվով բնականon կյանքով։ Ամենատարածվածը կրծքագեղձի քաղցկեղն է, կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղն է, տղամարդկանց մոտ թոքի քաղցկեղն է, որն էլ ցավոք սրտի իր ծխելու հետ պատճառն ունի, այո, ծխելն է եւ նաեւ ներտնային օդի աղտոտվածությունը, սա էլ շատ վերաբերվում է մարզերում, հա, գյուղաբնակ բնակչությանը, որտեղ մոտ 60%-ից ավելին ջերուցման համար օգտագործում է ոչ թե բնական գազ, այլ այնպիսի նյութեր, որոնք որ աղտոտում են ներտնային օդը, սա էլ լրացուցիչ ռիսկի գործոն է։ Իսկ նույն վերադառնալով այն վատ լուր հայտնելու հարցին, ես էլի հետազոտություն էի կարդացել, քանի որ ամենատարածվածը կրծքագեղձի քաղցկեղն է, որ կանայք շատ ավելի տոկուն են մի տեսակ այդ ինֆորմացիան ընկալում։ Որքանով է սա միֆ, որքանով է իրականությունը ավելի իրենց տենց դիմադրողականությունը ավելի բարձր, ավելի ռացիոնալ են ավելի մոտենում հարցին, քան նույն տղամարդիկ, որոնց ասում են, որ ձեզ մոտ թոքի քաղցկեղ է, շատ վատ է, մահացու դիագնոզ է կամ ինչ-որ վերջին ստադիայում է, ինչ-որ կանեք ավելի դիմադրող։ Այստեղ տեսեք հարցը ավելի շատ ինչ դաշտում պետք է նայենք, որովհետև մենք քանի որ երկար տարիներ խոսում ենք կրծքագեղձի քաղցկեղի մասին, վաղ ախտորոշման, դրան հետևանքով բուժման արդյունավետության, մարդկանցից շատ-շատերը գիտեն, որ կրծքագեղձի քաղցկեղը ամենևին դատավճիռ չի եւ հակառակ, այսինքն ստանդարտ բուժումները անցնելուց հետո մարդիկ իրենց բնականon կյանքով շարունակելու են ապրել եւ դրա համար այդ ինֆորմացիան ավելի անհամեմատ հեշտ ու թեթև են տանում։ Ցավոք սրտի իրավիճակը այլ է թոքի քաղցկեղի դեպքում, նախ ինքը առաջի հերթին դժվար է վաղ ախտորոշվում, հա, եւ այսինքն մարդիկ որպես կանոն դիմում են բժշկի, երբ արդեն ունեն գանգատներ, իսկ այդ գանգատները վաղ փուլերում չեն առաջանում, այսինքն ավելի ուշ փուլում է մարդը դիմում բժշկի եւ հետեւաբար բուժման կանխատեսումն էլ է լինում վատը։ Եվ բարձը դա էլ բերում է նրան, որ մարդիկ ավելի ծանր են այդ ինֆորմացիան տանում, այսինքն միգուցե այստեղ խնդիրը ոչ թե տղամարդկին լինելու մեջ է, այլ ախտորոշումների տարբերության մեջ է։ Իսկ նույն բժշկական туриզմի առումով Հայաստանը որքանով է գրավիչ։ Այսօր մենք տեսնում ենք, որ շատ է խոսվում այդ մասին։ Պլաստիկայի առումով, պլաստիկ վիրաբուժության առումով տեսնում ենք, որ կա ատամնաբուժական առումով կա, իսկ մնացած նույն ոլորտներում որքանով ենք մրցունակ։ Գիտեք, բժշկական туриզմը բավականին դժվար զարգացվող ոլորտ է, կան երկրներ, որոնք որ
շատ մեծ հաջողություններ ունեն, օրինակ Հունգարիան, հա, քիչ Տարօրինակ է, գիտեն, հա, բայց Հունգարիան աշխարհի ամենազարգացած բժշկական туриզմ ունեցող երկրներից մեկն է, եւ կա մեկ շատ կարեւոր նախապայման, որպեսզի туриզմը զարգանա, այսինքն ներսում քո առողջապահության համակարգը, այսինքն այն ոլորտները, որոնք որ դու գտնում ես туриզմի համար գրավիչ, պետք է լավ կազմակերպված լինեն եւ լավ աշխատեն, հա, այսինքն Եվ իհարկե այստեղ մենք ունենք հաջողություններ, ինչպես դուք նշեցիք, ատամնաբուժության ոլորտում, պլաստիկ վիրաբուժության ոլորտում, բայց իմ մասնավոր գնահատումը ես ասեմ, չենք կարող մենք ասենք որ զանգվածային ընդհանուր առմամբ Հայաստանը առողջապահության туриզմի տեսանկյունից շատ գրավիչ է, որտեղ Երեմ ասում պետք է նախապայմաններ լինեն, այսինքն պետք է դու քո երկրի ներսում ունենաս շատ լավ առողջապահություն, բարձրակարգ, որակյալ ու որակյալ ասելով մենք չպիտի հասկանանք, որ լավ վերանորոգված պատեր կամ սարքավորումներ, որակյալ ասած մենք պետք է հասկանանք մի ամբողջ գործողությունների կոմպլեքս, սկսած գաղտնիությունից, վերջացրած այդ կողմից արդեն նշված ապացուցողական բժշկությունից, ուղեցույցերի զանգվածային կիրառումից, գործելակարգերի զանգվածային կիրառումից, adekvat վերահսկողությունից, մասնագետների անընդհատ իրենց մասնագիտական գիտելիքների հմտությունների կատարելագործումից եւ այլն, այսինքն մի մեծ համալիր, հա, որակ ասելով, բայց իհարկե կարեւոր է որ մենք խոսում ենք դրա մասին, դա նշանակում է որ մենք ինչ որ մի փուլում ոչ միայն 2-3 առանձին ոլորտային զարգացված туристների համար գրավիչ ծառայություններ կունենանք, այլ դրանց թիվը կշատանա։ Մյուս այդ որ շատ է խոսվում ինչի մասին, նաև նույն արհեստական բանականության մասին, որը ակտիվորեն ներդրվում է բժշկության ոլորտում, բերում են միշտ Չինաստանի օրինակը, որ կառուցվել են հոսպիտալներ, որ ամբողջությամբ արհեստական բանականությամբ է լինելու, մարդը մտնելու է, այսպես մազերի ծայրից մինչև, չգիտեմ, քրոմոսոմներ ուսումնասիրեն, տան, նույն կոնկուրենցիան արհեստական բանականությանը մասնագետների կամ ինչքանով դա կլինի առողջ կոնկուրենցիա, թե որքանով դա ոլորտը կամ բժիշկներին կճնշի։ Շատ արդի հարց եք տալիս, ես միշտ իմ դասախոսությունների ընթացքում սրա մասին խոսում եմ, եթե բերենք Յուվալ Նոյ Հարարի խոսքերը, որը հայտնի պատմաբան է, հիմա բավականին պոպուլյար, բժիշկը, հատկապես այսպես ասած թերապևտիկ ուղղվածության բժիշկները, բժշկի մասնագիտությունը այն մասնագիտություններից է, որը որ վերացման վտանգի տակ է, հենց նրա պատճառով, որ արհեստական բանականությունը գալու է ինչ-որ մի փուլում փոխարինելու։ Եվ սա ինչ-որ առումով նորմալ է, պարզաբանեմ ինչու։ Տեսեք, որտեղ կա մարդ, այնտեղ կա մարդկային գործոն, այնտեղ կա սխալվելու մեծ հավանականություն։ Իսկ արհեստական բանականությունը այդ սխալի հավանականությունը բավականին իջեցնում է, այսինքն պայմանական, հա, օրինակ ներբեռնվել են մարդու, չգիտեմ, լաբորատոր գործիքային հետազոտության արդյունքները, շատերը իմանում են, նույն ChatGPT կամ Gemini, ինքը վերլուծում է եւ ասենք ամենայն հավանականությամբ, այսինքն խոսքը գնում է 100-ին ձգտող հավանականությամբ, ձեզ մոտ SSS հիվանդությունն է կամ ձեր պացիենտի մոտ SS հիվանդությունն է։ Եվ սխալվելու հավանականությունը դեռ ասենք 0.1% է կամ ավելի քիչ, հա։ Հասկանալի է, որ 0.1%-ը դա որպես վիճակագրությունից հասկացող մարդ այնպիսի տոկոսը մենք կարող ենք անտեսենք ու ժամանակի ընթացքում արհեստական բանականությունը ել ավելի ճշգրիտ ախտորոշումներ է տալու։ Եվ հիմա էլ կան արդեն ապացուցված գիտության կողմից հետազոտություններ, որ նկարներ, հա, ասենք համակարգչային շերտագրության նկարները, նույն մագնիսոռեզոնանսային, արհեստական բանականությունը, այսպես ասած, ավելի ճշգրիտ է կարդում, քան մարդը։ Այլ է նորմալ, այսինքն մենք գնալու ենք այդ ճանապարհով, բայց չեմ կարծում մի քիչ այս առումով այդքան էլ համաձայն չեմ, որ մասնագիտությունը բժշկի դուրս կգա ամբողջությամբ, որովհետև իմ կարծիքով պետք կլինի, որ ինչ-որ մեկը ստորագրի, այսպես ասած, այդ արհեստական բանականության եզրակացության տակ եւ մարդիկ որպես այդպեսին կմնան։ Զուտ ստորագրելու համար։ Դե ստորագրելու, շփվելու
Չնայած այդտեղ Եթե կան մեքենաների հեղափոխություն տեղի Այդ էս չունենա, այստեղ էլ նրբություններ կան էլի հետազոտություններ, որ արհեստական բանականությունը իր շփումների մեջ մարդու հետ ավելի էմպաթիկ է, քան մարդը մարդու հետ։ Ну տեսնենք ինչ կլինի, բայց այն որ տենդենսը իհարկե անշրջելի է, այսինքն արհեստական բանականությունը քանի գնա ավելի մեծ դեր է ունենալու այդ թվում նաև բժշկության մեջ, իմ կարծիքով այստեղ քննարկելու բան չկա, էլի դրա համար պետք է ուղղակի մենք հասկանանք բժշկի, բուժքրոջ, չեմ այլ մասնագետի դերը որն է լինելու այս նոր ստեղծվող իրավիճակում։ բոլորիս դերը, բոլորիս, ոչ միայն բժշկի, ցանկացած մասնագիտություն փաստացի նաև այս նոր իրողության պայմաններում դառնում է ոչ մրցունակ ու բայց ես ավելի լավատես եմ, ուզում եմ այսպես մի օրինակ բերել, ինչի հիման վրա լավատեսությունս խարսխված է։ Հիշում եք մի շրջան, երբ նոր մտավ այդ եվրո կահույքը, լամինատները, բոլորը իրենց են հին, չգիտեմ, փայտից գեղեցիկ ռետրո կահույքները հանեցին, թափեցին, ու բոլորը համատարած այդ լամինատները արեցին, հատակները պարկետ են, որ չգիտեմ, փայտից հանեցին, թափեցին, լամինատներ արեցին։ Բայց հետո մի 20 տարի անց աստիճանաբար դուք տեսնում եք ինչ տենդենս է գնում։ Գնահատվում են հենց այդ ռետրո ոճը, վինտաժ, այդ բոլորը ավելի թանկ գնով, հատնտիր, որտեղ ինքը եզակի է։ Ինքը նորից վերադառնում է մեր առօրյա։ Մենք տեսնում ենք մարդիկ, որոնք գնում են շուկաներից, անտիկվար խանութներից գնում են այդ կահույքը, բերում են, նոր կյանք են տալի ու իրենց վերադարձնում, որտեղ ինքը եզակի է, ինքը հատնտիր է, ինքը ստանդարտ չի։ Այսինքն ես կարծում եմ, որ նույնը լինելու է նաև հետագայում, որ այն մասնագետները, որոնք կլինեն բարձրակարգ, եզակի, ունիկալ, էմպաթ, կունենան կոմունիկացիոն այդ նույն շփումները, մարդը է սիրում։ Մարդը ուզում է շփվի մարդու հետ, տեսնի հայացքը, միմիկան, խոսքը, ու այդ մասնագետները ոնց որ այդ նույն եզակի այդ կահույքը, հագուստը, զգեստը, չգիտեմ, տամենը գինա ունենալու, կրկնակի գինա ունենալու։ Շատ հնարավոր է, տեսնենք ինչ կլինի, ամեն դեպքում շատ մեծ դեր է ունենալու մեր կյանքում։ Այո, մենք ուղղակի երևի կարծում եմ պետք է ինքներս սովորենք ինչպես արհեստական բանականությունը աշխատեցնել մեր նպատակների իրագործման համար։ Այսինքն որ չստացվի ինչ որ մի պահ, որ մենք ուղղակի կուրորեն հետևենք արհեստական բանականությանը կամ ավելի վատ բան, արհեստական բանականությունը մեզ մանիպուլացնելով սպայման ճակերտորը ասած իր նպատակները իրագործել։ Այդ դա երևի պետք է սովորենք եւ Ստումա ամեն ինչ լավ կլինի այդ առումով։ Վստահաբար։ Շնորհակալություն հարցազրույցի համար, այս հետաքրքիր զրույցի համար։ Նշեմ, որ զրուցեցինք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի փոխտնօրեն Դավիթ Մելիք-Նուբարյանի հետ բժշկական էթիկայի, բժշկական խնդիրների, տուրիզմի, ինչպես նաև արհեստական բանականության մասին չմոռանաք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին, դա չափազանց կարևոր է մեզ համար եւ ձեր հարցերը կարող եք գնել մեկնաբանության դաշտում, կփորձենք պատասխանել այլ հաղորդումների շրջանակներում։